Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը վերջին օրերին աշխատանքի բերումով արտերկրում էր։ Դերասանուհու հայրենիք ժամանելիս Լուիզայի դուստրը Լիլիթը իր հայրիկի հետ միասին անակնկալ է մատուցել մայրիկին։ Վայրեջքից հետո Լիլիթը զանգել է մայրիկին ու ասել, որ տանն են ու չեն կարողացել գնալ Լուիզային դիմավորելու համար։ Լուիզան էլ հավատացել է ու մի փոքր տխրել, նշելով, որ ինքն իրենով կգնա տուն։ Դե իսկ ժամանման սպասասրահում էլ արդեն Լուիզան հանդիպել է ընտանիքի անդամներին ու շատ ուրախացել այդ հանգամանքից։ Լիլիթ Թոխածյանի հրապարակումներն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ես եկել եմ Զվարթնոց օդանավակայան շատ արագ։ Այսօր մաման է հասնում։ Նոր զանգեցի իր հետ խոսացի։ Ասաց հեսա դուրս եմ գալիս, բայց ես խաբեցի, ասացի մենք տանն ենք ու չենք եկել իրան դիմավորելու, շատ նեղվեց։ Ահա որ ասաց, հա լավ, ես կգամ տուն, բան։ Հիմա սպասում եմ դուրս գա, գրասում it was a prank։ Այնեն։ Չեմ ավատում, խապում Լիլիթը։ Ամաչում ես ես բանային նայի, որ ասի կարող ասի կարող գալու է կամ չեն գալու, բայց ես կարող ասած բան նայի։ Ում ավատի։ Վեցի գնացա։ Լիլիթ Թոխածյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր առաջին քայլերն անելու, երազանքների, տարիքը գաղտնի պահելու պատճառի և արվեստի տարբեր ոլորտներում ներգրավված լինելու մասին։ Նա նշել էր հետևյալը. «Մեկ ամիս առաջ կատարվեց իմ երազանքը, դարձա կամերային թատրոնի դերասանուհի։ Ես այդ թատրոնում եմ մեծացել, միշտ երազել եմ խաղալ այդ թատրոնում։ Հիմա խաղում եմ Ռոմեո և Ջուլիետ ներկայացման մեջ, Մասսայական տեսարանում եմ խաղում», ասաց նա ու հավելեց, որ դեռևս չի մտածում գլխավոր դեր խաղալու մասին։ «Դեռևս չկա գլխավոր կերպար, որը կցանկանայի մարմնավորել։ Հիմա աշխատում եմ ներկայացման մեջ և իմ կերպարը լավ կերտելու ուղղությամբ»։ Լիլիթը շեշտեց, որ փոքր տարիքում երազել է խաղալ այն կերպարները, որոնք կերտել է մայրը՝ Լուիզա Ներսիսյանը։ «Ինչ տարբերություն թե ում հետ, կամ փնտրվում է տղամարդ։ Ներկայացումների մեջ խենթանում էի նրա կերպարի համար։ Ինձ միշտ գրավել է մայրիկիս ոճը, բեմում, խաղը, կերպարները»։ Լիլիթը երազում է դերասանուհի դառնալու մասին և համոզված է, որ շարունակելու է աշխատել ծնողների մասնագիտությամբ։ «Ես ուրիշ կյանք չեմ տեսել, ես մեծացել եմ դերասանների միջավայրում, նկարահանման հրապարակներում։ Ինձ մեծացրել են տեսախցիկների առաջ», ասաց նա ու հավելեց, որ ծնողների գործոնն ազդել է իր որոշման վրա։ «Ծնողներս ողջունում են իմ բոլոր գաղափարները, ծրագրերը և նախաձեռնությունները։ Նրանք աջակցում են ինձ ցանկացած հարցում։ Հայրիկս շատ ուրախ է, որ հիմա խաղում եմ Կամերային թատրոնում, որը կառուցել է հենց ինքը։ Երկար տարիներ այդտեղ խաղացել է նաև մայրս։ Կամերային թատրոնում ինձ զգում եմ ինչպես հայրական տանը»։ Լիլիթի խոսքով միշտ առավելություն է եղել հայտնի դերասանների դուստր լինելը։ «Ես ինձ շատ լավ եմ զգում, երբ դրսում ճանաչում են, մոտենում են, որպեսզի նկարվեն։ Աղջիկն անչափահաս է, սակայն չի բացահայտում, թե քանի տարեկան է։ Իհարկե համացանցում բարդ չէ գտնել այս հարցի պատասխանը, սակայն աղջիկը որոշել է չխոսել իր տարիքի մասին։ Ես իմ տարիքը չեմ բացահայտում, դա իմ կերպարի կարևոր մասն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ գրանցված եմ մի շարք սոցիալական հարթակներում, բայց տարիքս չեմ բացահայտում», ասել էր նա։ Լիլիթի հավաստմամբ ծնողները նրան տալիս են լիիրավ ազատություն իր աշխատանքում և սոցիալական հարթակներում։ «Սոցիալական էջերս ինքս եմ վարում ու շատ սիրով։ Ծնողներս որևէ կերպ չեն միջամտում, մոնիթորինգ չեն անում։ Ես ցանցում ստեղծել եմ իմ կերպարը, ասեմ ավելին, պապայի էջը ևս ես եմ վարում», անկեղծ պատասխանել էր Լիլիթ Թոխածյանը։ Հիշեցնենք նաև, որ դեռ շաբաթներ առաջ, երբ Հրանտ Թոխածյանը նոր էր մեկնել Միացյալ Նահանգներ բուժման նպատակով, օրեր շարունակ ֆեյսբուքյան, տիկտոկյան կեղծ էջեր և կեղծ օգտատերեր ստահոդ լուրեր էին տարածել, որ Հրանտ Թոխածյանը մահացել է։ Այս ամենից հետո Լուիզա Ներսիսյանը ամուսնու մասնակցությամբ թարմ նոր լուսանկարներ ու հրապարակումներ էր արել, հերքելով սուտ լուրերը։ Նրանց դուստրը ևս հայրիկի և մայրիկի մասնակցությամբ համատեղ հոլովակ էր հրապարակել, այսպիսով ևս մեկ անգամ հերքելով սիրված արտիստի մահվան կեղծ լուրերը։ Սակայն այս ամենը բավական չէր թվացել և Թոխածյանն ինքն իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում կիսվել էր դստեր տարածած հուզիչ տեսանյութով։
Ինչ խոսք, ընտանիքի համար չափազանց դժվար են նման ստահոդ լուրեր տեսնելը, հատկապես երբ սիրված դերասանն այս պահին բուժման փուլ է անցնում եւ այդքան էլ լավ վիճակում չի գտնվում։ Նշենք նաև, որ այս ամենին իր մեկնաբանությունը տվել էր Հրանտ Թոխածյանի որդին ու նշել, որ հայրիկը բուժում է անցնում Միացյալ Նահանգներում։ Հումորիստ դերասան Աշոտ Ղազարյանը, երբ Հայաստանում էր ու մասնակցում էր Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտին, եւս խոսել է Հրանտ Թոխածյանի բուժման ընթացքի մասին ու հայտնել, որ երբ Միացյալ Նահանգներում էր, հաճախ էր խոսում Հրանտի հետ եւ որ նա այս պահին լավ է։ Աշոտը նշել էր հետեւյալը. Պարոն Հրանտ Թոխածյանը Միացյալ Նահանգներում էր, բուժվում էր, եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ զանգում կամ գնում հանդիպում տեսնում էինք։ Նա դեպի լավը կգնա, քանի որ այնտեղ ահագին բուժումներ ստացավ, արդեն դեպի լավը կգնա։ Լալան մեզ երկուսիս էլ որ բացրեց, իր խոսքում նշել էր Աշոտ Ղազարյանը։ Դերասանական ընտանիքն իրոք որ միշտ հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը սակայն մեծացավ նրա եւ դերասան Հրանտ Թոխածյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու նաեւ քննադատվեց։ Իսկ հիմնական պատճառը Լուիզայի եւ Հրանտի 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաեւ նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան անդրադառնալով թեմային նշել էր հետևյալը. Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ այն, թե ես իբր ռեստորան ունեմ, իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս Հրանտ Թոխածյանը մեկնում ենք քաղաքից դուրս նկարահանումների, ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է։ Իդեպ, Հրանտ Թոխածյանն էլ խոսելով իր եւ կնոջ տարիքային տարբերության ու հարաբերությունների մասին ասել էր հետևյալը. Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան։ Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներ են։ Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ։ Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող է, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր, բայց դա ինձ համար չէ։ Ես սիրում եմ լռության մեջ լինել։ Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում։ Մենք ընդհանուր լեզու ենք գտել, երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսևորման հարցում։ Լուիզան հանգիստ գնում է Կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում։ Աստիճանաբար ամեն ինչ հարթվել է։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Լուիզա Ներսիսյանը նույնպես անդրադարձել էր տարիքային տարբերությանն ու նշել. Չէի ասի, թե Հրանտը պասիվ է, շատ դեպքերում ինքն է ավելի ակտիվ, տարիքային տարբերությունը երբեք չենք զգացել, իսկ ինձ համար կարևոր է ներդաշնակությունը։ Երկար տարիներ միասին ապրելով արդեն կարողանում ես հասկանալ դիմացինդ ինչով եւ ինչպես է շնչում, նշել էր Լուիզան։ Լուիզան նաև խոսել էր իր եւ Հրանտի ամուսնության մասին, նա նշել էր հետևյալը. Իրականում լինել այս ասպարեզում ու չլինել տեսակով վատ իմաստով դերասան, այլ լինել տղամարդ դժվար է գտնել։ Դերասանները մի վատ հատկանիշ ունեն՝ նարցիզմ, որն ավելի կանացի դրսևորում է։ Այ դրանից Հրանտը ձերբազատված էր։ Ընտրելով այս ճանապարհն ինձ համար կարևոր էր, որ կողակիցս հասկանար, թե ինչ է թատրոնն ու իր դրսևորումներում ստեղծագործող լիներ, առօրյան ճիշտ կառուցելու համար։ Իհարկե, կենցաղային բախումներ լինում են, բայց դրանք անցողիկ, հիմար բաներ են, որոնց վրա չի կարելի անգամ ժամանակ ծախսել։ Պետք է պարզապես կյանքը սիրել ու կյանքի ամեն մի վայրկյանը գնահատել, փորձելով առավելագույն դրական հույզեր տալ։ Անկեղծացել էր դերասանուհին։